Թեման հասկանալի էր, չէ՞ երեխեք։ Եթե բաներ կա, որ չեք հասկացել, անդրադառնանք նոր անցնենք առաջ։ Եթե ամեն ինչ հասկանալի է եղել, ուրեմն ավելի լավ է միանգամից ասել։ Ով կասի դոմը ինչի համար էր նախատեսված, ինչ էր անում դոմը։ Չոր գործառույթ կատարենք այն էլեմենտների հետ, որոնք որ ներկայացված են HTML-ում, չէ՞, այն թեգերը։ Քանի տարբերակ ունենք էլեմենտը, HTML-ում գրված էլեմենտը JS-ում վերցնելու եւ իր հետ աշխատանքներ տանելու համար։ Քանի ձևով կարող ենք վերցնել։ Նաև թեգի անունը կարանք գրենք, անցած դասին ոնց որ դա չենք արել, ինքը կգտնի առաջի էլեմենտը, որը որ գտնում է դոկումենտի մեջից։ Ճիշտ է, կամ էլեմենտի վրա, եթե մենք էլեմենտը եթե ուներ ID, query selector-ով գնում ենք իր ID անունը, բանդականիշով, կամ query selector-ով գրում ենք class-ը, class-ի անունը, բայց կետով, ոնց որ օգտագործում ենք իրան style CSS-ի մեջ, ճիշտ է։ Հիմա ունենք մի հատ, ուրեմն ինչ ենք կարող մեկ էլ իր հետ անենք, որն ենք անցել, երեխեք, ինչ ենք անցել, text content-ը անցել եք, ճիշտ է, text content-ը ինչ էր իրանից ներկայացնում, ինչ էր անում ինքը։ Այսինքն, եթե ես դե կոպիտ ասած ունեմ մի հատ span, չէ, այս span-ից մեջ գրել եմ բարև, ես այս span tag-ս վերցնելով օգտագործելով main.js-ում, JS file-ում, չէ, ուրեմն ես կարամ իրա մեջի եղած բարևը փոխեմ ու լրիվ ուրիշ տեքստով, այսինքն context content ինքը իրանով հուշում է, այսինքն content-ի այս պարագայում tag-ի մեջի գրված ամբողջ պարունակությունը ինքը ջնջում է ու գրում է այն, ինչը որ մենք արդեն JS-ում տալիս ենք, չէ՞։ Հիմա ասենք ունենք մի հատ p tag, որի ID-ն հավասար է lm, որի class-ը հավասար է text և իրա մեջ գրած է hello։ Main.js-ում մենք կարող ենք հետի գտնենք ու փոխենք էլեմենտի գտնելը, ով կասի ոնց գրեմ, ինչ եմ անում JS-ում, էլեմենտը վերցնում, հա, вообще տարբերություն չկա, այս մեր p tag-ը ես վերցնեմ ուղղակի, շատ let կարամ գրեմ lm-ը, չէ, հավասար է document, get element by id, չէ, get element by id, ու ինչ ենք անում, չէ,
manager գրում ենք get element by id ու id-ն ինչ է տված lm, արդեն էլ վանդականիշը չենք գրում, ուղղակի գրում ենք lm, չէ՞։ Մի հատ էլ որ հասկանանք, console log-ով տպում ենք ուղղակի lm-ը, վերցրել ենք, թե ոչ։ Всё, ստացել ենք էլեմենտը արդեն մեր ձեռի տակ, կարանք հանգիստ օգտագործենք իր հետ ինչ ուզում ենք անենք։ Հետո փոխում ենք իր միայն text content-ը։ Այսինքն գրում եմ արդեն հայտարարված փոփոխականս, չէ, ստեղի lm get text content, որը որ հավասար է ու դնում եմ ինչ-որ sense նշան։ Սիմվոլներ եմ դնում։ lm text content։ Հիմա գնում ենք հասկանանք, թե ինչ կատարվեց։ Գալիս ենք, console-ի փոխարեն դնում ենք elements, բացում ենք body-ն, ունենք p tag-ը, որի մեջ գրված էր hello, ճիշտ է։ Հիմա ստեղ էլ ունեմ այդ p tag-ը, որի մեջ գրված է hello։ Բայց JS ֆայլի մեջ ինքը ստանալով get text content հրամանը, ինքը ուղղակիորեն փոխում է մեր եղած tag-ի մեջի գրված ամբողջությամբ text content-ը ու փոխում է համապատասխանաբար մեր տրվածը։ Ու այս հրամանից հետո, այս գրվածքից հետո իր text content-ը, իր մեջի գրվածքը, այսինքն այդ պարունակությունը կլինի հետևյալ ձևով։ Հիմա ինչ տարբերություն կա text content-ի ու inner HTML-ի մեջ։ Եթե ես հիմա գրեմ, երեխեք, lm get text content ու ուղղակի սենց մի հատ բան գրեմ, հավասար է string-ի չակերտները ու գրեմ ինչ-որ b tag ձեռքով, հետո գրեմ hello ու փակեմ b tag-ը, սա ուղղակի բառից բուն իմաստով այս տեքստը կտանի կտեղադրի ստեղ, այսինքն իր մեջ եղավ այս գրվածքը, որպես տեքստ տանում դնում է ինքը բառից բուն իմաստով, իսկ ի տարբերություն դրա գոյություն ունի մի հատ գործիք, մի հատ մեթոդ, սենց եկեք ասենք, հա, text content-ն էլ է մեթոդ, inner HTML-ն էլ է մեթոդ։ Այս մեր inner HTML-ը ի տարբերություն text content-ի կարողանում է ստեղծել tag-եր ու այս դրա փոխարեն գրում ենք lm get գրվում է inner HTML, որը որ հավասար է string-ի չակերտներ, գրում ենք i hello ու փակում ենք իտալիկը։ Իտալիկը հիշում ենք, չէ՞ բոլորս։ Հիմա ինքը արդեն երեխեք համ փոխեց, նորից հետ վերադարձրեց text content-ից հետո տեսեք ինչ արեց։ Միանգամից tag ավելացրեց։ I tag ավելացրեց իր մեջ, p tag-ի մեջ ավելացրեց tag, որի մեջ գրեց նոր տեքստը ու փոփոխեց։ Այսինքն եկեք հստակ մի հատ text content-ի ու inner HTML-ի տարբերությունը հասկանանք։ Text content-ը բառացիորեն փոխում է իմ tag-ի մեջի գտնվող content-ը։ Այսինքն ինչ գրե չեմ գրել, ինքը ջնջում է ու գրում է այն, ինչը որ ես գրեմ հավասար է աջ կողմում։ Այսինքն իմ էլեմենտի մեջի գրվածքը ամբողջությամբ ջնջում է ու իր տեղը գրում է այս աջ կողմում գրվածքը։ Իսկ inner HTML-ը ի տարբերություն text content-ի միայն բան է անում,
ի տարբերություն text content-ի ինքը նաև բան է անում, ինչ է անում, tag ավելացնում։ Եթե դու ուզում ես ինչ-որ էլեմենտի ներսում, ասենք ունես div, որի ներսում ուզում ես ստեղծել p tag, e tag կամ կապ չունի, input, ինչ ուզում ենք որ ստեղծենք, հա, թեկուզ image-ը, ինչ որ լինի, այդ ամեն ինչը կազմակերպում է inner HTML-ը, այսինքն tag ավելացնելու եւ այլնի համար պատասխանատու է inner HTML-ը, իսկ եթե մենք ուզում ենք միայն տեքստերի հետ գործ ունենանք ու content-ին կպնենք կամ փոխենք, դրա համար պատասխանատու է text content-ը, text content-ը անվտանգ միայն տեքստն է փոխում, inner HTML-ը կարող է HTML render անել, այսինքն ինչ է նշանակում HTML render, այսինքն ինքը էական փոփոխություն է անում HTML-ի մեջ, ավելացնելով tag հենց elements-ի մեջ, ինքը մեր inner HTML-ով գրվածքը, երբ որ string-ով մենք գրեցինք այսքանը, ինքը բառացիորեն եկավ elements-ի մեջ, body-ի մեջ ավելացրեց e tag, որի մեջ էլ գրվեց այն տեքստը, ինչը որ մենք տվել էինք JS-ում։ Ինչ կարանք անենք երեխեք ջան, ստե հանգիստ կարանք հաջորդել, inner HTML-ի ու text content-ի տարբերությունը պարզ էր։ Ուրեմն, եկեք console log-ի միջոցով կարող ենք տպել մեր LM-ի get ID-ն։ Նույն ձևով կարանք տպենք LM-ի get type-ը և կարանք LM-ի get class name-ը։ Հիմա գնանք հասկանանք կոնսոլում ինչ ունեցանք։ Ուրեմն, LM, undefined ու undefined-ը ինչի համար, որովհետև p tag-ը type չունի։ Type կունենար input-ը, ճիշտ է, type կունենար մեր button-ը։ Օրինակ, եթե ես գնամ ստեղ ու վերցնեմ մի հատ button, ու գրեմ click, իրան եկեք type-ը չտանք, գնանք main.js-ում, վերցնենք, let button-ը, հավասարենք, document, get query selector, ու տալիս եմ button, tag-ի անունը, console log-ով։ Տպում եմ button-ս, եթե սենց տամ, եթե ես tag-ի անունով եմ տալիս, դեպքում ինչի անունով չի վերցնում, ID button, Եսա, սիրք tag-ի անունով չվերցես բաթը, Հիմա
որպեսզի մեր ուզած բաթենը վերցնենք։ Console log-ը կմաքրեմ, ուրեմն, ստեղ console log կանեմ ոչ թե LM-ի type-ը, այլ կանեմ իմ բաթենի type-ը, որտեղ որ կբերի submit։ Կարամ հանգիստ փոխեմ, երեխեք, ստեղ կարամ ID-ն է փոխեմ, type-ն է փոխեմ ու փոխեմ class name-ը, ամեն ինչը կարամ փոխեմ, ուղղակի ինձ եթե պետք է իմ type-ը փոխեմ, ես ստեղ գրում եմ ընդամենը երկու տող, մի տող ստեղ գրում եմ button, get type-ը, հավասար է, ու գրում եմ button, թե իրա type-ը փոխվում է։ Այս վերևում արդեն տպե դրա համար։ Ուրեմն, մի րոպե հասկանանք էլեմենտի մեջ էլ տպում։ Type-ը button, տեսեք, ID button, type-ն է button փոխած։ Ուրեմն, input-ների հետ աշխատանք, ոնց է լինում input-ների հետ աշխատանքը։ Ուրեմն, ունենք մի հատ input, որի ID-ն, եկեք սա մաքրեմ, input-ը, որի ID-ն հավասար է LM, value-ն, արժեքը հավասար է text, ուղղակի մի հատ text է գրած։ Իսիկը, չելը, եկեք ես console log-երը մաքրենք, button-ը դուրս է գալիս, LM-ն է հավասարը, document get element by day ու LM, որովհետև իր ID-ն LM, ուրեմն, LM-ի get value-ն, ինչա տալիս ուրեմն մեզ value-ն text-ը, եթե ես ուզում եմ իրա value-ն փոխեմ, գալիս եմ ստեղ, գրում եմ LM get value-ն հավասար է new text։ Եղեք, իր սկզբնական արժեքը մինչև սա գրելը, գրված էր տեքստ, ճիշտ է, այս մասում ես կողքնա։ Ստեղ գրված էր տեքստ, input-ի մեջ, իր սկզբնական արժեքն է, ճիշտ է, երբ որ մենք input-ի համար գրում ենք value, այսինքն ինքը ի սկզբանե ի հայտ է գալիս ու մեր աչքին երևում է բրաուզերում, միանգամից իր մեջ գրված ինչ-որ արժեքով, այս դեպքում ուղղակի տեքստով։ Հիմա, եթե ես գալիս եմ, JS-ի մեջ վերցնում եմ արդեն input-ս ու իր մոտ փոխում եմ իր value-ն, այդ դեպքում իմ մոտ հայտնվում է նոր value, new text, ինչը որ փոխեմ։ Այսինքն ես հանգիստ կարամ իմ input-ի տեքստը փոխեմ ու դրա համար օգտագործում եմ input-ի էլեմենտը արդեն JS-ում վերցված, let LM-ով եմ վերցրել իմ input-ս ու input-ի վրա LM-ի get value-ն հավասար է new text-ի։ Այս երկուսը comment-ենք, թող ուղղակի տենց մնա։ Input-ի տեքստը փոխելու համար էր։ Ուրեմն, երեխեք, եկեք image-ի հետ աշխատանք, հա, նկարի հետ ինչ աշխատանքներ կարանք անենք։ Թող input-ը մնա, ստեղ կդնենք image tag-ը, որը ունի ID email-ը ու իրան ինչ ենք տալիս, մենք ստեղ նկարում ենք, շատ լավ։ Ոնց ենք գրում երեխեք image-ի բանը,
որպեսզի իր նկար վերցներ այս արսի, որը որ հավասար է, ու գրում ենք, ճիշտ է, carrot, չէ, պետք է ստեղից դուրս գանք ուրեմն, կամ է գրում ենք image, carrot, png, ու փակում ենք tag-ը, հիմա որ գնանք, ունենք սա, եկեք մի հատ այդ շուրջ, մի հատ ուրիշ նկար քաշենք, որ գնաց, հիմա ունենք image, որի ID-ն իմեջը է, այս արսին է տված է, որ image carrot png-ն է, հիմա գնում եմ image, ու տեսնում եմ, որ այդ carrot-ը գրված է, եթե ես ուզում եմ այս նկարը փոխեմ GS-ի միջոցով, կգամ նախ առաջինը կվերցնեմ իմ էլեմենտը, let image-ը հավասար է, document get query select get element by ID, որ ավելի կարճ ու ավելի լավ գտնի, ուրեմն տալիս եմ, անունը տվել եմ, իմը, հիմա սա վերցրել եմ, ու գալիս եմ, ասում եմ, image-ի կետ այս արսին հավասար է, ուրեմն, image slash ոնց էր, ուրեմն, picture get jpeg, փոխեց, ուրեմն երեխեք ջան, եթե ես ուզում եմ GS-ի միջոցով ինչ-որ էլեմենտի մեջ ձևափոխություն կատարեմ, ես հանգիստ կարամ այդ էլեմենտի, այդ թեգի ատրիբուտների հետ աշխատանքներ տանեմ իմ GS ֆայլի մեջ։ Պարզեր, օրինակ, input-ի դեպքում մենք աշխատանք կատարեցինք իր value ատրիբուտի հետ, իսկ image-ի հետ, SRC ատրիբուտի հետ, որի միջոցով կարողացանք մեր արդեն սկզբանը դրված նկարը ուղղակի փոխենք։ Տալիս ենք լայնություն։ Ուրեմն, կարամ մեծացնեմ lm get width-ը, lm-ինը պետք չի, ուրեմն, image get width-ը հավասար է, գրում եմ 300, փոխվեց, եթե գրեմ 500, բնականաբար ավելի կմեծանա, որպեսզի ակնառու աչքի ներվա, հենց refresh անեմ, միանգամից փոխվավ դարձավ 500, այսինքն ես կարամ իրա width-ն ու height-ն էլ փոխեմ, կարամ երեխեք ջան այդ width-ն ու height-ը կոնսոլի միջոցով տպեմ, ուրեմն կարանք ինչ անենք, գնենք մի հատ span, ուրեմն կգրեմ մի հատ span, որի ID-ն կտամ text, ու այս span-ի մեջ կգրեմ բարև, հիմա իմ span-ը կգնամ կվերցնեմ
let սպանը հավասար է document get element by id ասում ենք սպան հիմա ես կարամ ասեմ, որ իմ սպանի get երեխեք, եթե ուզում ենք ինչ-որ ստայլային աշխատանքներ ունենք, ասենք ուզում ենք իր գույնը փոխենք, սարքենք կարմիր, իր չափն էլ, font size-ն էլ սարքենք, չգիտեմ, 20 պիքսել։ Հիմա դա ոնց ենք անելու։ Գրում ենք tag-ի անունը, get, գրում է style, get, արդեն CSS-ական հատկության անունը, եթե գույնը ուրեմն color, որը որ հավասար է, չակյակներով գրում ենք, ասենք red։ Մի հատ հասկանանք, բարև, սպան եմ չէ, սպան get style, get color, որը հավասար ready, և հավար սպանած չի վերցրեք, մի կոնսոլ լոգանամ էլ, get element by id, սպան, ես իր id-ին տվել եմ text, իանալու, սպանի style get color-ը հավասար red, ու ինքը մի անգամից գույնը փոխվում է կարմիրի, եկեք այս width 500-ը փոխենք, սարքենք 100, որպեսզի նկարը փոխվի, տեքստն էլ տեսնենք, ուրեմն բարևը գույնը փոխեց, հիմա կարանք հանգիստ span get font size-ը երեխեք ջան գծիկով ստեղ չի գրվում, style get font size, այսինչ է գրվում font size-ը հավասար է 20 px pixel, փոխվեց, font size-ն է փոխվեց, ուրեմն կարանք ունենանք class list, ուրեմն style CSS-ի միջոցով գալիս ենք, այս մեր div-ը ջնջում ենք, սարքում ենք colored class, որտեղ color-ը կտանք ուրեմն blue, եթե ես ուզում եմ ավելացնեմ այս class-ը, երեխեք, class-ը եկել եմ հայտարարել եմ style CSS-ի մեջ, ու եթե ես ուզում եմ այս class-ը ավելացնեմ իմ էլեմենտի վրա JS-ի միջոցով, այդ դեպքում ես օգտագործում եմ class list-ը, ուրեմն ես ավելացնում եմ class list-ի միջոցով այդ ամեն ինչը, ուրեմն գրում եմ span get class list get ավելացնելը, եթե ես ուզում եմ այդ ավելացնեմ իրա վրա երեխեք, ուրեմն անում եմ add, այսինքն ավելացնել, հակագիծը դնում եմ ու գրում եմ այդ բանի, ուրեմն class-ի անունը, այս դեպքում colored, եթե իրա վրա կա, կարողա դրանից չի վերցնում, ստե մի հատ գալիս ենք, ասում ենք important, հասկացաք երեխեք ինչա կատարվում, ուրեմն տեսեք, իրա վրա կա class դրված, հա, իրա վրա գույն կա դրված color-ով, ինքը առաջնահերթությունը տալիս է սրա, հիմա ասում է, իմ վրա գույն կա դրած, ես չեմ ավելացնում քո class-ը,
մինչև դու իրան ստիպողաբար չես ասում, որ սա important է, սա ավելի կարևոր է, սա ավելի ոնց որ important-ը ավելի շատ բան, ստիպում ես դու իրան, որ ինքը վերցնի այդ գույնը, հա, այդ հատկությունը, որպեսզի ինքը ստիպողաբար վերցնի important-ի միջոցով։ Եթե ես important-ը հանեմ, ուրեմն ինքը իր հիմնական գույնն է վերցնելու, քանի որ ստե style ունի color-ը հավասար է red-ի։ Եթե սա ջնջեմ ուղղակի ավելացնեմ, այդ color-ը առանց important-ի ինքը էլի կաշխատի։ Բայց քանի որ ինքը ունի մի հատ գույն, որ արդեն վերցրել է իր փոփոխությունը ունեցել է, չէ որ ինքը ի սկզբանե սև էր։ Իրան մենք դարձրեցինք կարմիր, հետո մենք ուզում ենք իրան փոխենք իր գույնը դեպի կապույտի։ Ինքը հիմա արդեն կարմիր գունավորումը վերցրել է ու դրա պատճառով չէր վերցնում։ Դրա համար միակ մեթոդը, որ իրան կստիպի նորից իր գույնը փոխել, այս color-ի կողքը դնում ենք blue ու այս восклицательный знакը important, այսինքն կարևորությունը տուր իրան, առաջնահերթություն, ճիշտ է, առաջնահերթություն, այսինքն ասում է այս կլասին դու տուր առաջնահերթություն, այս կլասի, այս հատկությանը տուր առաջնահերթություն, եթե մենք ուզում ենք, ուրեմն, JS-ի միջոցով, երեխեք, այդ կլասը հանենք, ուրեմն գրում ենք span get class list class list get remove ու նորից տալիս ենք կլասի անունը, թե որը պետքա ջնջի, remove-ը ջնջում է, color-ի, հիմա կլասը ավելացրեց, կլասը ջնջեց, այսինքն ինքը պետքա էլի կարմիր գունավորում ստանա, ու կա երեխեք ջան, span get class list get toggle color-ի ստեղ ինչա կատարվում, toggle-ը ուրեմն ինչ ասում, եթե կա ջնջում է, եթե չկա ավելացնում է, չկար իրա վրա, ավելացրեց, եթե լիներ, կջնջեր, այսինքն եթե ես remove-ը չլիներ, ուրեմն կապույտ կլիներ, ինքը այդ կապույտից կհաներ, սարքեր կարմիր, պարզ է եղեք toggle-ի աշխատանքը շատ հետաքրքիր է, ինքը վիգլուչացելի պես է, կա, եթե լույսը չկա, ասում ես միանում է, եթե լույսը կա, խփում ես, չէ, ինքը անջատվում է, լույսը չի լինում, toggle-ը վիգլուչացել է համարվում, ու այս պարագայում, եթե կար, ուրեմն, եթե կապույտ էր, ինքը հանում էր վրայից toggle-ը, եթե կապույտը չկար, ինքը ավելացնում էր, հիմա տեսեք, ստե color-ի դա ավելացել է կապույտը, հետո remove-ով ջնջում եմ կարմիր է լինում, toggle-ի միջոցով նորից էլի ավելանում է, կարմիրա կդառնա կապույտ, պարզել ես մասը երեխեք ջան, եթե հարցեր ունեք, ասեք այդ հարցերը, որ չկուտակվի այդ հարցերը ձեր մեջ։ Ասենք ունենք մի քանի թեգեր, թեգ, որի մեջ գրված է առաջին, երկրորդ, ուրեմն երրորդ, ու չորրորդ, այս բոլորը երեխեք այս թեգերը, եթե ես գնամ ստեղով վերցնեմ document query selector P, կվերցնի առաջի հանդիպած P-ն,
առաջի հանդիպած P թեգը կվերցնի։ Բայց եթե ես ուզում եմ իրանց ամբողջապես վերցնի, այսինքն բոլոր P-երը վերցնի իմ համար, ես դա կատարում եմ մի հատ գործիքի միջոցով, որ կոչվում է query selector all։ Ուրեմն գրում եմ let elements, որը որ հավասար է document get query selector all ու տալիս եմ թեգի անունը P։ Հիմա շատ հետաքրքիր է, console log ենք անում elements-ը։ Այս մնացածը ուղղակի փակում ենք, որ չհանգարի մեզ։ Elements-ը վերցրեցինք բոլոր P-երը։ Հիմա գնանք հասկանանք բոլոր P-երը մեր համար ովքեր են console։ Ուրեմն, երեխեք, ինքը վերադարձնում է զանգված, բայց մեր իմացած զանգվածը չի։ Ինքը ավելի շատ node list-ա։ Array չի, node list-ա ինքը, տարբերվում է զանգվածից, բայց զանգվածի քառակուսի փակագծերը ունի։ Նորից ինդեքսացիա, նորից նույն երկարությունը, բայց իր prototype-ը ի տարբերություն մեր զանգվածի node list-ա, որտեղ զանգվածի prototype-ը array էր։ Այս node list-ինը node list-ա բնականաբար։ Ուրեմն, ինչ ենք անում, եթե մենք ուզում ենք զանգվածի էլեմենտների հետ աշխատենք առանձին, երեխեք ջան, մենք հանգիստ գալիս ենք սրա տակ ու մեր իմացած for-ը կիրառում ենք։ For let element of elements եզակի հոգնակի գաղափարն է գալիս։ Element են վերցնում elements-ների մեջից ու ասում եմ console log elem get id։ Եկեք գնանք P-երին id տանք, որ մեր գրած անունը չլինի, id կդնենք առաջին, երկրորդին id երկրորդ, ստեղ id երրորդ, և id չորրորդ։ Հիմա գնանք հասկանանք։ Բերեց ու իր ID-ները տպեց, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ։ Այսինքն մենք for-ի միջոցով կարողացանք մեր բոլոր P-երը վերցնել։ Հա? Ու ըստ իր ID-ների հետ արդեն իր հետ աշխատանք կատարենք, հա? Ասենք ամեն իտերացիայի ժամանակ ամեն մի հատ P-ն բռնում է ինքը։ Երեխեք, get element by class name-ով չենք անում, եթե դա բան է։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք class name-ով վերցնենք, եթե մեր էլեմենտներ ունենք, որտեղ իրանց տրված է նույն class-ը։ Օրինակ, ունեմ B էլեմենտ, բարև, B էլեմենտ, ուրեմն, հաջող, ու մի հատ B էլեմենտ ունենք, ասում ենք կտեսնենք։ Բոլորի վրա գրված է նույն class-ը, class, բարև, class հանդիպում, ուրեմն, եթե ես բռնեմ բոլորին տամ այս class-ները, ես կարող եմ այս էլեմենտները մի անգամից սենց անեմ երեխեք։ Console log document get գրում է get element by class name հակագիծը դրվում է գրում ենք հանդիպում class-ի անունը։ Տեսեք վերցնում է
B get հանդիպում, B get հանդիպում, B get հանդիպում, բոլորը վերցրել է, B tag-ի get հանդիպում կլասով, երեխեք, նորից ինքը տպում է, node list-ի տեսքով, HTML collection, HTML collection, բայց նորից node list-ի էֆեկտն ունի ինքը, ու նույն են մեր իմացած array-ի հետ ընդհանրապես կապ չունի։ Պարզեր երեխեք ջան, բայ class name-ը։ Ուրեմն query selector all-ի միջոցով մենք վերցնում ենք բոլոր այն էլեմենտները, որոնք ունեն միևնույն անուն թեգերը, իսկ get element by class name-ի միջոցով վերցնում ենք այն բոլոր էլեմենտները, որոնց վրա դրված է միևնույն class-ը, այսինքն իրանք բոլորը ունեն նույն անունով class-ը։ Հիմա մի հատ հավես օրինակ ենք անում, երեխեք, ուրեմն click-ի ժամանակ տեքստը փոխել։ Ոնց ենք անում այդ ամեն ինչ, եկեք մի հատ դրա մեջ խորանանք, ու այդ խնդիրը լուծենք, բայց անեմ ձեր օգնությամբ, հա, դուք կասեք ոնց անենք, ես կանեմ, որովհետև էսի արդեն պիտի որ իմանանք որտեղ որ մի քիչ ավելի դժվար լինի, ես արդեն առաջ կանցնեմ, ունենք մի հատ p tag, գրում եք, չէ իմ հետ, ունենք մի հատ p tag, որի ID-ն հավասար է text, ու իրա վրա գրված է hello, օրինակները կարան կրկնվող լինեն, ոչինչ չձանձրանաք, եթե կուզեք, չգիտեմ, տարբեր բաներ կարան գրենք, բայց դե զուտ իրա բանը հասկանանք, հա, իմաստը, թե ինչա ինքը իրա ֆունկցիոնալը, ինչա ինքը անում։ Ուրեմն p ունենք, p tag ունենք, որի մեջ գրված է hello, ու ունենք մի հատ button, որը ունի ID button և իր անուններ տված է change, փոխում։ Հիմա գնանք ու վերցնենք մեր էլեմենտները։ Ով կասի, էլեմենտները ոնց են վերցնում։ Ունեմ երկու էլեմենտ, այս էլեմենտները ոնց վերցնեմ։ Վրեժ։ Ստեղծեցի let text-ը հավասարը։ Հետո հետո Որն է տարբերությունը այս դեպքում։ Բայց ID-ով է կարա, չէ վերցնի։ Ես կարամ ստե գրեմ document get query selector ու ID-ով վերցնեմ իրան։ Այսինքն կամ բանդականիշ text։ Կարամ, չէ, սենց է վերցնեմ։ Թող սենց մնա, որ չիմանանք, էլի որ ID-ա, ուրեմն պետք է պարտադիր get element by ID-ով, բայց իրա տարբերությունը կայանում է նրանում, որ երբ որ ինքը document get query selector-ը տեսնում, ինքը իրա տեսանելիության տիրույթը ավելի է մեծացնում, ինքը մենակ ID-ների վրա չի կենտրոնանում, ինքը ընդհանուր մակարդակով է սկսում ման գալ, հա, իսկ եթե get element by ID-ա տեսնում, առանձին ID-ների տարածք կա, ինքը մենակ այդ փոքր տարածքում է ման գալիս այդ մեր էլեմենտը ու ավելի շուտ է գտնում։ Հաջորդը button-ն ենք վերցնում, ճիշտ է։ Այս էլ հավասար է document get, այս մեկն է կարան կտենց վերցնենք, get element by ID, չէ, ու գրում եմ ինչ,
ID-ի անունը, չէ, առանց վանդականիշի։ Շատ լավ։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի իմ button-ի վրա կլիկ անելուց, այսինքն ստեղ, երբ որ change անեմ, իմ այս գրված տեքստը փոխվի։ Hello-ի փոխարեն դառնա ուրիշ բան։ Ո՞նց ենք անելու։ Get given listener։ Այսինքն առաջի պարամետրը ընդունում է event-ը, չէ, թե ինչ է անելու։ Այս դեպքում կլիկ ենք անելու։ Function ձևավոր փակագծերը եւ Всё, շատ ճիշտ է։ Ընդհանրապես մի հատ event listener ենք կախում իր վրա, այսինքն տալիս ենք առաջինը event-նա որպես պարամետր վերցնում click, երկրորդն է ֆունկցիան, որը որ պետք է այդ click-ից հետո զբաղվի ինչ-որ փոփոխությամբ։ Այսինքն մեր գրված տեքստի p-tag-ի մեջ գրված տեքստի text content-ը փոխում ենք, hello-ի փոխարեն սարքում ենք goodbye եւ change դարձավ goodbye։ Հիմա input-ից գրում ենք մի հատ input, եկեք այստեղ պայմանը գրեմ, ասում եմ, input-ից, այսինքն ունենալու ենք մի հատ input HTML-ում, input-ից տեքստը դնել p-ի մեջ, ունենք մի հատ input, ունենք մի հատ button և ներքևում ունենք մի հատ p-tag երեխեք։ Երբ որ button-ի վրա կլիկ անեմ, պետք է իմ input-ի մեջ գրված տեքստը գրվի ներքևում, այսինքն ստեղ ունենալու եմ մի հատ input, այս goodbye-ի փոխարեն ունենալու եմ մի հատ input, ստեղ ունենամ մի հատ show button, այս ներքևում էլ p-tag, երբ որ կհայտնվի այն ժամանակ ու իր մեջ այդ գրվածքը, երբ որ ես այս show-ին սխմեմ, այս goodbye-ը համարենք գրված է input-ի մեջ, այս goodbye-ը հայտնվի այստեղ։ Պարզ էր պայմանը։ Եթե չէ, ասեք, սենց մի քիչ ավելի շատ բացատրեմ այդ մասը։ Ոնց եք անելու։ Քլիքի ժամանակ input-ի մեջի գրված տեքստը, ինչ տեքստ որ գրում եք, կապ չունի։ Input-ի մեջի գրված տեքստը հայտնվի պարագրաֆի մեջ։ Այսինքն button-ի ներքևում գրվի այդ տեքստը։ Պարզ է։ Այսինքն button-ը պետք է ունենանք։ Ունենում ենք մի հատ input tag, ունենում ենք մի հատ տակը button, մի հատ է p-tag։ Հետո արդեն JS-ում վերցնում ենք
ու button-ին click անելուց պետք է մեր input-ի մեջի value-ն գրվի p tag-ի մեջ ու ցույց տա արդեն բնականաբար։ Պարզ չէր երեխեք։ Եթե պարզ չէր ասեք, իրար հետ լուծենք։ Հասկացել եք պահանջը, թե չէ։ Եկեք լավ է, HTML-ում գրենք, JS-ում դուք արդեն գրեք։ Ունենում ենք մի հատ input, input-ս ունենում է մի հատ ID, որը որ հավասար է հենց input։ Ունենում եմ մի հատ button, այս button-ս ունենում է ID ID, որը button-ը, ու ես ունենում եմ մի հատ p tag, որը ունի ID result, այսինքն ռեզուլտատը, որտեղ որ պետք է ցույց տա, ու վերջ, ինքը դատարկ է p tag-ս։ Հիմա գալիս եմ JS-ում, այս 3 էլեմենտս վերցնում եմ, երեխեք, ու button-ի քլիքի միջոցով, կազմակերպում եմ, որ իմ p tag-ի մեջ հայտնվի այստեղ input-ի մեջ ինչ որ գրում եմ, input-ը նայեք ստեղ, всё, սրա անունը պետք է դնեմ button-ի show, հիմա ինչ որ ստեղ գրում եմ, երեխեք, այստեղ գրում եմ բարև, չէ, երբ որ show-ին կլիկ անեմ, այս ներքևում input-ից դուրս պետք է գրվի բարև, այսինքն այս input-ի արժեքը վերցվում է ու դրվում է p tag-ի մեջ, դա ամեն ինչը կազմում։
Հա, երեխեք ջան։ Հրեշ ջան, ես հաստատ դու ես գրել։ Տենց երկար գրվածքներով գրել ես։ Կարող է ինչ-որ ծրագրին ես տվել, գրե տվելա քեզ։ Հապես մանե ջան ճիշտ է։ Վրեժ, մի ինձ համոզի, որ էսի դու ես գրել սենց երկար, հետո ID-ները փոխած, ինչ տեքստը ասի։ Բա սենց երկար գրվածքով քեզ գրե document get element by ID button ու մի անգալից վրեն get event listener կանչե։ Մենք այդպես բա երբեք չենք արել, հələ որ փոփոխական ենք, հայտարարե փոփոխականին ենք տվել։ Ոնց մտածի, որ այդպես պիտի անես։ Հիմա այս երկար գրվածքդ ինձ կբացատրես, մի հատ հասկանամ, ինչ ես արել։ Առաջի տողից գնա բացատրելով ինչ ես արել։ Այսինքն, թե տեքստին ա վերագրվում էդի։ Հետո գրվածքը ճիշտ ա, լավ, օքեյ, սո Էրիկ ջան, քողարկածն էլ ճիշտ ա։ Հա երեխեք, ստացվում ա, Միլենա։ Վերջացրու։
Մարիամ ջան, քո մոտ ինչ կա, ոնց ես։ Ստացվում է։ Չէ, Լուսինե ջան, չի լսվում ձեր ձայնը։ Ուր ես հասել, Միլենա ջան։ Հայեր։ Որ ֆունկցիան բանանի, ցույց տա, այսինքն ֆունկցիայի աշխատանքն է ցույց տալի, թե ֆունկցիայի մեջի գրվածքը։ Ահա, նման ձևով որ ցույց տա, ճիշտն ասած, երբեք չեմ փորձել, որ այտենց բան անեմ, էլի ուղղակի տակից որ գիտենք ոնց է աշխատում, դրա անհրաժեշտությունը չի առաջացել, բայց այտենց որպես այտենց ինչ-որ գործիք կամ կլավիատուրայի ինչ-որ ստեղ, որը որ կօգնի նայելու, այտենց ճիշտն ասած չեմ առնչվել, չեմ կարող ասեմ։ Հետաքրքիր է, այսինքն մաթի մեթոդը եթե գրված ա այնտեղ, հա, գրված ա մաթ,
հիմա get absolute, հա, սենց, մինուս 7, հիմա սրա վրան եթե, գիտեմ, ուղղակի նշում ես, թե ինչ-որ բան ես անում, նշում ես նոր, հեսա, ստեղ ուղղակի նայի ինտերֆեյսն ու բանն ա բերում, FN F12-ն է սխում, բերում ա էլի իր հասն, բայց փորձած չկա, էլի, իստե ինքը տակից իրականում շատ դաժան, իրա ինտերֆեյսներով բանով ա բերում, էլի JS-ի դեպքում, ինչ արժեքներ ա ընդունում, այս պարանները, այսի մինչև բանը չանցնենք, Angular-ի բաները, անիմաստ է, local storage, լա չէ, local string, local storage, չէ, ինքը ուղղակի վերադարձվող արժեք ա, որ node list ա վերադարձնում ու prototype-ն էլ ա իրա node list, ամենը այդքան բան։ Ուղղակի հետո մենք կարանք node list-ից հետո անցնելու ենք, էլի թե ոնց անենք, որ node list-ից ստանանք սովորական զանգված, ինչ մեթոդի միջոցով։ From-ն էլի գրում ես։ Չէ, հենց սովորական այս node list-ը սարքում ա զանգված, որ կարանանք զանգվածի մեթոդները իրա վրա կիրառենք, մեր իմացած։ Չէ, Միլենա ջան, չէ, պետքա input-ի մեջի գրված տեքստը գրվի petheg-ի մեջ, այսինքն, այս որ գրել ես ոչ թե button-ի text content-ը, մեզ պետք չի button-ի text content, քո երրորդ էլեմենտը ուր ա, որ JS-ում վերցնել ես, ստեղ index.html-ում ունենք 3 էլեմենտ, չէ, input-ը, button-ը, petheg-ը, այս petheg-ը պետքա վերցնես, այս petheg-ը, հետո արդեն այս button-իդ կլիքի event-ի ժամանակ ֆունկցիայի մեջ գրես, որ petheg-ի text content-ը հավասար է input-ի value-ին։ Հասկացար, Միլենա։ Դե էդի շտկի։ Երեխեք, toggle-ը անցանք, եկեք toggle-ի միջոցով մի հատ բան անենք, հա։ Հա, միգրուշացրի, հենց այդ պահը, հա, սպիտակա սևա դարձնում, ուրեմն dark mode-ա ինքը, թե ոնց կարելի է այդ dark mode-ը միացնել։ Օրինակ style CSS-ում հիմա անում ես դու դա Միլենա ջան, թե կանես։ Մի հատ շուտ այդ բանը էլեմենտը վերցրու, pen երրորդը, ու pay text content-ը փոխի input-ի value-ով հավասարցրու, հա, որ ինչ գրես, հետո ներքևում տանի սիրուն նկարի։ Ու ուղարկի ինձ անցնենք առաջ, հա։ Այդ dark mode-ը անենք իրար հետ։ Շատ հեշտ է, շատ primitive է։ Մի հատ class list-ի բան ենք գրելու ու վերջ։ Միլենա ջան, այս սրանք ունես գրած, այս input-ը, button-ը, pen։ Լավ, գնացինք։ Main-ում գալիս ենք, գրում ենք let input, որը որ հավասար է document get element by id input,
Հաջորդ էլեմենտը դա button-ն է, որը հավասար է button, երրորդը result-ն է, որը հավասար է result։ Բոլորը ID-ներով վերցրել են, բոլորը ունեին ID-ներ։ Input-ին input էր, button մեկ է, pay-ինը result ենք վերցրել որպես ռեզուլտատ, որ պետք է ներկայացնենք։ Հիմա գալիս եմ իմ button-ին, ոնց արել ես, այդ event listener եմ կախում։ Առաջ event-ը դնում եմ click, click-ի ժամանակ ասում եմ կա մի հատ function, ու ասում եմ այս function-ի ժամանակ, այս ֆունկցիայի մեջ իմ result, այսինքն pay text content-ը հավասարեցրու իմ input-ից get value-ով։ Молодец, button չեմ գրել, button-ը գրել, ճիշտ եմ արավ գրել անցը, console log, մի հատ հասկանանք click-ը աշխատում է, բա ինչ, հետո, pay-ի մեջ չի գցում result-ը, result, pay ID-ն, result, վերցրեմ, իր text content-ը, հավասարեցնում եմ, input-ից, get, լավ է, բա ուրա բարև է, ձեր մոտ եղել, ահա, այսպես պետքա փոխի, ինչ գրեմ, հենց show-ն սխմեմ, այս ներքևում պետքա հայտնվի, լավ, պարզ էր, հիմա եկեք այդ dark mode-ը անենք, հա, dark mode-ը, մի հատ կլաս ենք հայտարարում, անունը գրում ենք dark, որը հասար է գործառույթը անելու, ասելու է, որ իմ background-ը, ինչ է, black, ու color-ը, white, մենակ dark mode ենք անում, index.html-ի մեջ, թողում ենք մենակ button-ը, button-ը վերցրել ենք, button-ի վրա կլիկ ենք կախում, ֆունկցիան գրում ենք, ֆունկցիայի մեջ էր, հիմա եկեք մի հատ հասկանանք, show-նա, հիմա ինչ պետք է ասենք այս կլասի հետ կախված, ամենը պետք է ասենք, ով ոնց է մտածում, ոնց անենք, ընդհանուր ուզում ենք edge-ը սևացնենք, այս կլիքից կախված, toggle-ից կախված, հիմա ինչ պետք է անեմ, երեխեք, ում պետք է դիմեմ, document, get, ինչին պետք է ասեմ, ինչին պետք է կլաս ավելացնեմ, ով է այս սպիտակ edge-ը, այո,
document get body-ին, ասում եմ get class list, get ոչ թե ավելացրու, այլ toggle, ու dark, սևանում, տեսնում ենք սպիտակում, սևացա, լույսերը տանում դուրս են, ստացվեց, Ընդամենը մի հատ կլաս է հայտարարված, որի background-ը տված է black, իրա իսկականը երեխեք ջան, սպիտակ է, ճիշտ է, իրան իմաստ չկար նորից սպիտակին վերադարձնելու, կամ սևը բերում է, կամ սխում ենք, հանում է այդ կլասը, այսինքն class list-ի toggle մեթոդի միջոցով մենք կարողացանք այս հարցին լուծում տանք, հա, dark-ը եթե տենում է չկա ավելացնում է, եթե ավելացված է ջնջում է, ու դա դառնում է выключатель, լույսը միացրած է անջատում է, անջատածը միացրած է, միացնում է։ Ստացվեց ձեր մոտ երեխեք։ Պարզ էր, չէ՞, toggle-ի գաղափարը պարզ էր, ճիշտ է։ Ուրեմն, մի հատ խնդիր, ուրեմն, քլիքի ժամանակ փոխել նկարի այս հարսին, այսինքն, ի սկզբանե ունեցեք մի հատ նկար, ու բաթնի քլիքի դեպքում թող նկարը փոխվի։ Բաթնի քլիքի ժամանակ փոխել նկարը։ Պարզ էր, չէ՞ պահանջը։
Հայր ջան ասում։ Հա, ոչ չի կարող։ Կարաս կլասով էլ դնես իրան։ Կարաս այս GS-ում էլ իրան վիդեո հետ տաս։ Մհմ։ Մհմ։ Ճիշտ ամանը լինում։ Գիտես ինչ խնդիր լուծեի մանա ջան։ Երկրորդ հեսա ես էլ ասեմ արեք ու
Ունենք 3 պարագրաֆ, 3B, քլիքի ժամանակ բոլորին դարձնել կարմիր։ Ճիշտ է։ Հա, բավական։ Չէ, ցիկլի չէ։ Ունենք 3 հատ պի, քլիքի ժամանակ բոլորին դարձնել կարմիր։ Բոլորին էս վատ ակրվել, լավ ասել։ Բոլորին։
Միլենա վրեժ, ինչ կա։ Բադու Միլենա, ոնց։ Շատ։ Երեխեք, query selector all-ն եք օգտագործելու, գիտեք, չէ՞։ Դե P-ը վերցնեմ։ Մհմ, մհմ, Չլսվեց բանը։ Query selector all-ը վերցնենք, հետո բանը։ Կլիքի ժամանակ արդեն for ենք, secret, for-ով։ For-ով կվերցնենք հատ էլեմենտները, հետո բանով, get style, get color-ով հարց կլուծենք։ Շատ լավ։ Okay. Classroom-ով չէր լինում, հա, ուղարկել տնային, բայց հիմա գոնե բացել է։ Email, HTML, style, color, բայց ինչի համար, կարող է դոստուպն է դուրս եկել, ես տնային եմ։ Երեխեք, տնայինի խնդիրները շատ հետաքրքիր հավես խնդիրներ են, անպայման կլուծեք, բոլորը անխտիր, լավ վարկեր,
Այս հարցին փոխվում է, ապրես լրություն։ Այդ պերը երեխեք ջան, բան արեք, գրեք կուղարկեք, հա ընթացիկ, Միլենա ջան, դու էլ այս նկարն էլ հետը կուղարկես։ Ձեր մոտ սկրին արեք, պահեք, ընթացքում օրվա մեջ ինձ ուղարկեք, հա այդ տնային, այս առաջադրանքները, շնորհանալ։ Всё, երեխեք ջան, տնային առաջադրանքը ուղարկված է, այսօրվա համար այսքանը, հանդիպենք չորեքշաբթի։ Հա, всё էր ջան, ճիշտ է, ապրես։ Всё երեխեք ջան, դուք եք ուղարկեք, այսքանը։